2026 թվականին 2025-ի համեմատ գրեթե կրկնակի ավելացել է մեր երկիր ժամանող օտարերկրացի աշխատանքային միգրանտների թիվը։ Ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները Հայաստանում աշխատանք գտնելու համար նախ պետք է ունենան աշխատանքի թույլտվություն։ Նրանք Հայաստանում աշխատանք կգտնեն թե ոչ, կախված է զբաղվածության տարածքային կենտրոնի բազայում առկա տվյալներից։ Եթե պարզվի, որ նույն չափորոշիչներին համապատասխան անձ կա կամ աշխատանք փնտրող կամ գործազուրկ շահառուների շրջանում, ապա գործատուն պարտավոր է աշխատանքի ընդունել տեղացի քաղաքացուն։ Ըստ միգրացիայի փորձագետի տվյալների, վաղուց ժամանակն է, որ մեր երկրում առկա օրենսդրական կարգավորումները լրացվեն։ Օնլայն դիմում է work permit համակարգով միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն, ներկայացնում է բնութագիրը աշխատանքի, ներկայացնում է նաեւ վճարման չափը եւ այլն, այսինքն բոլոր մանրամասները ներկայացնում։ Աշխատանքի նպատակով Հայաստան ժամանած օտարերկրացիները կացության կարգավիճակ ստանալու համար բուժզննում չեն անցնում։ Օրենքի պահանջ չկա, ինչը ըստ փորձագետների ռիսկային է եւ կարող է Հայաստանի նման փոքր երկրի համար համաճարակի պատճառ դառնալ։ Մանավանդ որ շատ օտարերկրացիներ այստեղ աշխատում են սպասարկման ոլորտում։ Երբ որ մեր միգրանտներ են, մեր աշխատանքային միգրանտներ են մեկնում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն, նրանք մուտքի պահից սկսած ունեն ընդամենը 30 օր միգրացիոն հաշվառման կանգնելու, բուժ զննում անցնելու 9 ինֆեկցիոն հիվանդությունների գծով։ Եթե նշված ժամկետում ինքը չի անցնում բուժ զննում, անկախ նրանից ինչ ժամկետով է արել միգրացիոն հաշվառում, իր միգրացիոն հաշվառումը չեղարկվում է։ Իդեպ Հայաստանում աշխատանք փնտրող օտարերկրացիների շարքում առաջին տեղում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են։ Նրանց հաջորդում են Հնդկաստանի, Իրանի քաղաքացիները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։